Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Վերջին ամիսներին քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը ցույց են տալիս, որ թեմու հարթակից կատարվող գնումների առաքման գործընթացում նկատվում են փոփոխություններ, որոնք դարձել են դժգոհության պատճառ։ Գնորդների խոսքով նախկինում լայնորեն կիրառվող դռնից դուռ առաքման փոխարեն այժմ ավելի հաճախ առաջարկվում է առաքանին ստանալ փոստային բաժանմունքից, ինչը հակասում է առցանց գնումների հիմնական առաքելության հարմարավետությանը։ Ժողովուրդ օրաթերթի հարցմանի պատասխան Հայփոստը պարզաբանել է, որ թեմուից կատարված գնումների առաքումն իրականացվում է երկու եղանակով՝ տուն առաքում եւ փոստային բաժանմունքից ստացում։ Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ առաքման պայմանների վերաբերյալ առավել թափանցիկ եւ հստակ հաղորդակցությունը շարունակում է մնալ առանցքային խնդիր, հատկապես այն պայմաններում, երբ միջազգային առցանց հարթակներից գնումները Հայաստանում աճում են։ Հիշեցնենք, որ Հայփոստի տնօրենը ԿՊԱ-ական Հայկ Կոնջորյանի կինն է։ Այս համատեքստում ուշադրության կենտրոնում է նաև Շուշան Ալեքսանյանի ղեկավարած կառույցի աշխատանքը։ Հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունը պարտավոր է ապահովել կանխատեսելի եւ որակյալ սպասարկում անկախ առաքման ծավալի աճից։ Հրապարակ օրաթերթը գրում է. Ընդդիմությունը մտադիր է բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքում վերջերս իրականացված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Խոսքը մասնավորապես այն փոփոխության մասին է, համաձայն որի արգելվում է բուհերի մասնաճյուղեր բացել մարզերում, այդպիսով սահմանափակվում է քաղաքացիների կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։ Նախաձեռնողը Հայաստան խմբակցությունն է, որին կմիանան այլ ոչ իշխանական պատգամավորներ։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար 27 պատգամավորի ստորագրություն է պետք։ Սա ըստ էության քաղաքացիական պայմանագրի հատկապես վերջին տարիների այն քաղաքականության շարունակությունն է, որով փորձում են ամեն բան, բացարձակ ամեն բան կենտրոնացնել Երևանում, առանց այն էլ Հայաստանի Հանրապետությունը շատ ասիմետրիկ տարածքային զարգացում ունի եւ բնակչության 50% եւ ավելին ապրում է մայրաքաղաք Երևանում, տնտեսության զգալի մասը այստեղ է, փողը, քաղաքականությունը, ամեն ինչ Երևանում է եւ Երևանից դուրս կյանքը ուղակի մահացած է կամ այսպես ուղակի թույլ նշույլներ է ցույց տալիս, հա, եւ սա բերում է նրան, որ քաղաքացիները ավելի հաճախ են փորձում լքել իրենց գյուղերը, մարզային քաղաքներ եւ գալ Երևան, որովհետեւ մնալով այդ փոքր քաղաքներում եւ գյուղերում իրենք ուղակի լճանում են եւ դժվարությամբ են աշխատանք գտնում։ Հիմա փաստորեն այս մարդիկ գնում են առավել խորացնելու այս խնդիրը, արգելելով մարզերում բուհերի մասնաճյուղեր բացել, սրանով փակելով գործող այն բուհերի մասնաճյուղերը, որոնք կան Հայաստանի տարբեր մարզերում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Դատախազությունը հետքի հրապարակումն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե։ Ժողովուրդ օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ առինջի կառուցապատման աղմկահարույց գործով ստուգողական գործողություններ են ընթանում, մակուլատուրան ստուգվում է։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացրել էր, որ դատախազությունը հետքի հրապարակումը, որը վերաբերում է առինջում կառուցված շենքերի եւ առանձնատների գործին, ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե քրեական վարույթի ընթացքը լուծելու նպատակով։ Խոսքը վերաբերվում է այն աղմկահարույց պատմությանը, որի շրջանակում բացահայտվել էր առինջում կառուցապատված թաղամասի կոռուպցիոն շղթան։ Ըստ հրապարակման առինջում Million Mining ՍՊ-ի կառուցած թաղամասում ԱԺ-ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին մատչելի պայմաններով ձեռք էր բերել բնակելի տուն Town House։ Ուշագրավն այն է, որ Կոնջորյանը գույքը ձեռք էր բերել շուկայականից եւ նույնիսկ կառուցապատողի հայտարարած գնից էժան 1 քառակուսի մետրը 300,000 դրամով։ Այն դեպքում, երբ վաճառքի հայտարարված գինը կազմել է 420,000 դրամ 1 քառակուսի մետրի դիմաց։ Հետագայում պարզվել էր նաև, որ նույն կառուցապատողից բնակարան են ձեռք բերել նաև Հայկ Կոնջորյանի մայրը Արմինե Կոնջորյանը եւ քույրը Օֆելիա Կոնջորյանը հենց Հայկ Կոնջորյանի Town House-ի դիմաց։ Դուք գիտեք, որ քաղաքացիական պայմանագրի շատ ներկայացուցիչներ մինչև 2018 թվականը ուղղակի միջին խավել չէին, հաճախ գործազուրկ էին։ Ինչ եմ ասում հաճախ գործազուրկ, որովհետև օրինակ Հայկ Կոնջորյանի հետ մի անգամ հանդիպելու առիթ եղել Մանեթ Հանդիլյանի ներկայությամբ,
2017 թվականի ավարտներ կարծեմ եւ այդ պահին իր համար անլուծելի էր աշխատանք գտնելու հարցը։ Հետո իհարկե տեղավորվեց Միքայել Մինասյանի ընկերոջ կայքում, լուծվեց Միքայել Մինասյանի շնորհիվ այդ աշխատանքի խնդիրը, բայց այդ պահին, որ ես իրեն տեսել եմ կամ զրույց ենք ունեցել, այդ խնդիրը կար։ Հրապարակ թերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկեց ԿՊԱ-ական այլևս նախկին падգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։ Եվ ըստ ամենայնի իշխող մեծամասնությունն այսօր կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուց հետո թափուր մնացած տեղը զբաղեցնելու հարցը։ Այն իշխանությունը, որը ժամանակին պայքարում էր Հրայր Թովմասյանի դեմ, թե իր ներկայացուցչին ՀՀԿ-ն ՍԴ դատավոր է նշանակել, հիմա կարկառուն ԿՊԱ-կանի գործուղում է ՍԴ։ Որոշ տեղեկություններով իշխանությունը Վարդանյանին դիտարկում է նաև ՍԴ նախագահի պաշտոնում, չնայած Վարդանյանի ու ներկայիս նախագահ Արման Դիլանյանի միջև քավոր սանիկական կապին։ Գագիկ Հարությունյանին անձնուրաց ծառայած Հրայր Թովմասյանի հետ երկար տարիներ ընկերություն արած Վարդանյանն այդ առումով պրոբլեմ չունի, պատրաստ է անձնուրաց ծառայել բոլոր իշխանություններին։ Արդյոք նախկին ԿՊԱ-ական Վարդանյանը կկարողանա ՍԴ անաչառ դատավոր լինել։ Երեկ իրեն ուղված այդ հարցին Վարդանյանը մի ծիծաղելի պատասխան տվեց։ Նախ ասած, որ ցավ է ապրում Թովմասյանի համար, ապա թեև իր եւ նրա նմանությունը միայն այն է, որ երկուսն էլ այո կուսակցական են։ Նշեց, որ նաև ԱԺ պետաիրավականի նախագահի պաշտոնից են գնում ՍԴ, բայց Հրայր Թովմասյանի հարցը խնդրահարույց էր նրանով, որ նա ոչ թե իր գրած սահմանադրության հոդվածով էր ընտրվել ՍԴ դատավոր ու նախագահ, այլ նախորդ սահմանադրության, որ երկար պաշտոնավարի։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԿՊԱ-ականների 67 կողմ ձայնով այս մարդը ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր եւ սա, որ հաճախ խոսում է նաեւ նախկինների դեմ, նույնքան կամ առավել քան նախկին է, քան ցանկացած նախկին։ Հրապարակ թերթը գրում է. նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը մի խումբ արցախցիների մասնակցությամբ ներառական զարգացում, ձեռքբերումներ եւ անելիքներ խորագրով համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում ինքն ու նախարարները խոսում էին այն մասին, թե ինչպես են արցախցիները կյանքը դրախտի վերածել Հայաստանում։ Համաժողովին մասնակցող մի արցախցի, որը հետո պարզվեց Արագածոտնի մարզպետի խորհրդականն է, հոտնկայ շնորհակալություն հայտնեց Փաշինյանին։ Պարզվում է միջոցառումից շաբաթներ առաջ կառավարության աշխատակազմը գրություն է ուղարկել գերատեսչություններին եւ հորդորել հավաքագրել այն արցախցիներին, որոնք կհամաձայնեն մասնակցել այդ միջոցառմանը եւ կխոստանան իշխանությանը գովերքող տեքստեր ասել։ Ընտրություններից առաջ Փաշինյանն արցախցիների նկատմամբ էլ որոշել է հոգեբանական տեռոր իրականացնել։ Նման միջոցառումներով ոչ միայն նրանց, այլևս Հայաստանի բոլոր քաղաքացիներին ցույց տալ, որ անգամ արցախցիներն են իրեն ընդունում։ Հրապարակ օրաթերթը գրում է. մեր տեղեկություններով Արտիքի ՔՔ պետ Արտակ Ղազարյանի դեմ ղեկավարությունն արշավ է սկսել։ ՔԿՑ պետ Ծովինար Թադևոսյանը, առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանը, ՔԿ-ում ստուգումներ են, ստուգող հանձնաժողովի ղեկավար անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Լիլիթ Ջանգիրյանը հայտարարել է, որ անպայման մի քանի արատավոր թերություններ կգտնի Արտիքի բանտում։ Հիշեցնենք, օրերս գրել էինք, որ ՔԿ-ի օպերները լսող սարքեր էին տեղադրել նույն ՔԿ հսկիչների սենյակում, ինչը բացահայտել էր եւ Արտակ Ղազարյանը պահանջել էր մեղավորներին պատժել, քանի որ նման գործառույթ օպերատիվ բաժինը չունի, սակայն ՔԿՑ վարչակազմն օր առաջ ուզում է ազատվել Ղազարյանից։ Իդեպ նա Սևան ՔԿ-ի պետի պաշտոնից ազատվել է 2025 թվականի հոկտեմբերին, նշանակվել էր Արտիքի բանտապետ, երբ գողականները բունտ էին արել բանտում հրդեհել գույքը։ Իրավունք թերթը գրում է. կառավարական աղբյուրների փոխանցմամբ կառավարական շենքում սկսած ստորին օղակների աշխատակիցների կաբինետներից /Ք, որ շարած են։ Ըստ նույն աղբյուրների աշխատակիցները իրար հետ խուլ ու համրի ժեստերով են խոսում, ինչպես աղբյուրն է ասում, շարից փորձանքից հեռու տրամաբանությամբ։ Աղբյուրն այն կարծիքին է, որ Փաշինյանի մոտ վախերը հասել են այն աստիճանի, որ կասկածով է վերաբերվում անգամ կառավարության ամենացածր աշխատակազմին, որ հանկարծ մեջքից դանակով չհարվածել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած իշխանության վարքագիծ ունի, Նիկոլ Փաշինյանը սարսափում է այն մտքից, որ իրենից իր ականջից հեռու խոսակցություններ կարող են լինել, որ պետական ապարատի աշխատողները կարող են իր դեմ լինել, իսկ իրականում այո, հենց պետական ապարատի աշխատակիցները, հատկապես միջին օղակը դեմ է Նիկոլ Փաշինյանին, որովհետև բավական կրակետ, կրթված, զանգված է այդ օղակում, եւ այդ մարդիկ հասկանում են, որ
առավել լավ են հասկանում, քան անգամ հանրության լայն զանգվածները, թե որքան աղետաբեր է Նիկոլ Փաշինյանը, նրանք էլ լավ ծանոթ են Փաշինյանի աշխատանքին ներսից։ Մինչ անցնենք պոլիտիկայի հրապարակման, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ այսպես պոլիտիկայի հոդվածը վերջին օրերին տեղի ունեցող մի իրադարձության կամ մանիպուլյացիաների վերաբերյալ։ Ծծակի պատճառով Նիկոլ Փաշինյանին երկար տարիներ ֆինանսավորած Միքայել Մինասյանը վերջապես մի կողմ է նետել իր դիմակը եւ բաց ցույց է տալիս, որ իր խնդիրը քաղաքական դաշտում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարն է։ Այս հարցում եւս Միքայել Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանը դաշնակիցներ են։ Վերջին մի քանի օրերին Մինասյանի կամ ինչպես իր մտերիմներն են ասում, Միշիկի ձեռքի տակ մնացած քարոզիչները ակտիվորեն պայքարում են Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս օրերին Միշիկի քարոզիչները ինչ ցնդաբանություն ասես, որ չփորձեցին դաշտ նետել, բայց դրանք այնքան ծիծաղելի են, որ չեն դառնում քննարկման առարկա։ Բանը հասավ նրան, որ Միշիկը իր քարոզիչներից մեկի բերանով պահանջում է, որ երկրորդ նախագահ Քոչարյանը դուրս գա քաղաքականությունից կամ այլ կերպ ասած հրաժարական տա։ Սա հենց այն նպատակն է, որ երկար տարիներ սպասարկել են նրանք։ 2018-ից առաջ դա անում էին իրենց կողմից աճեցված Նիկոլ Փաշինյանով, Արման Բաբաջանյանով, Ստյոպա Սաֆարյանով եւ այլ կերպարներով, իսկ հիմա չունենալով իշխանություն եւ դառնալով իրենց նախկին գործիքների ներկա գործիքները, ստիպված են իրենց դեմքով անել կեղտոտ գործը։ Միշիկին սակայն մեծ հիասթափություն է սպասվում, ինչ զարգացումներ էլ տեղի ունենան Հայաստանում, փոխվի իշխանությունը, թե չփոխվի, Միշիկի եւ իր խմբակի գնացքը գնացել է, նրանց արդեն որևէ մեկի քաղաքականությունից դուրս գալն ու չգալը չի օգտելու, ինչպես տարիներով մեռած մարդու դիակն արհեստական շնչառությունը, դիակը չի կենթանանա, բայց շնչառություն տվողը նիկրոֆիլի տպավորություն կթողնի։ Ահա այս իրավիճակում է հայտնվել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը, ժամանակի մեդիա մագնատը, ժամանակի օրակարգ թելադրողը խայտառակ վիճակում է հայտնվել, բայց դա լավ է, որովհետև քանի այս կերպարը ուժեղ էր, Նիկոլ Փաշինյանի դիրքերն էլ էին անսասան, իդեպ հետաքրքիր է այս մարդու շրջապատը, փոքր շրջապատը արդեն հաճախ է խոսում գործարքներից, թող հարգարժան դեսպանը կամ ինչպես իր ընկերներն են ասում Միշիկը շատ հանգիստ, առանց որևէ ջղազրկումների բացատրի, թե 2021-ին ինչ պայմանավորվեց եւ ում միջոցով պայմանավորվեց Նիկոլ Փաշինյանի հետ, որ փակեց բավական ազդեցիկ Armnews հեռուստաընկերությունը, փակեց այլ լրատվամիջոցներ իր հիմնած եւ անցավ ջրի հատակը։ Ինչի շուրջ պայմանավորվեցին Նիկոլ Փաշինյանի հետ, ով փոխանցեց իրեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո, որ Փաշինյանը իրեն 3 ամիս փորձաշրջան է տալիս, տեսնելու, եթե ինքը իրեն լիարժեքորեն խելոք է պահում, նոր որոշումներ կկայացնի, կգնան պայմանավորվածության, թե ոչ։ Ինչպես եղավ, որ իրենց հսկողության տակ գտնվող կեղտոտ գրառումներ անող Գագիկ Սողոմոնյան տելեգրամյան ալիքը փակվեց, ոնց պայմանավորվեցիք, ինչի դիմաց, հա։ Սա կարծում շատ կարևոր, սրանք շատ կարևոր հարցեր են, որոնց պիտի պատասխանի, որովհետև եթե մի անգամ պայմանավորվել են, գործարքի են գնացել, ով ասեց, որ հիմա այդ գործարքը վավեր չէ եւ չի շարունակում իր տրամաբանությամբ գործել։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։